Գնաց։ Սկսենք։ Մարդիկ իրականում երբեք չեն փոխվում։ Մի քիչ վիճելի է, բայց ավելի շատ այո։ բայց ավելի շատ հիմնականում այո, կարծում եմ։ Հեռավորությունը մարդկանց ի վերջո օտարացնում է։ Դաժան է, բայց այո։ Չեմ հավատում, արդեն երկրորդ համընկնումն է։ Այո։ Պետք չէ ափսոսել արած բաների համար։ Կոմենտներ չունեք։ Պետք չի ափսոսել։ Արածների համար։ Դա պետք չի։ Լավ է որ անում ենք սխալներ էլ։ Ինձ թվում է։ Հաղթողներին չեն դատում։ Ամեն միջոց Դատում ընդունել են է։ բոլորին էլ, կարելի է դատել։ Ինձ դուր է գալիս քո այս տրամադրությունը։ Դատում են, այո։ Այո։ Ոչ, պետք է։ Կարծում եմ յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը այս կյանքում դրա համար ոչ։ Փողը փոխում է մարդկանց միշտ։ Եվ լավ, եւ վատ, բայց փոխում է։ Լավագույն տեսարանները երբեք թրեյլերում չեն լինում։ Միշտ։ Դեռ տրեյլեր մեկ պետք չի նայել։ Ես ունեք չեմ նայում։ Բայց ես սիրում եմ նայել։ Ես ոչ։ Ֆիլմը, որը ստիպում է ձեզ լաց լինել, ավելի արժեքավոր է, քան այն ֆիլմը, որը ստիպում է ձեզ մտածել։ Կարծում եմ ոչ։ Եվ այո, եւ ոչ։ Դե մենակ լացելով Դժվար է։ Դե բայց լացել։ հասկանում եմ էմոցիոնալ հատվածը շատ կարևոր է, բայց Դե դրա համար սենց։ եթե հարցեր չկան։ Սոցիալական ցանցերը փչացրել են ռոմանտիկան, հարաբերությունները։ Այո։ Ինչ որ չափով։ Բայց ինչ որ չափով նաև ոչ։ Կողմնորոշվեք։ Եվ այո, եւ ոչ։ Ես էլ երկու վայրկյան առաջ։ Լռելը երբեմն ամենալավ բանն է, որ կարող ենք անել։ Բարձր այո։ Այո, այո։ Այո։ Այսը Շատ ինձ թվում է հաճախ է պետք լռել։ Հա, հաճախ է պետք լռել, բայց պետքա կարողանաս հանել լռես։ Բարդ բան։ Ինձ դժվար է Ինձ էլ ստացվում է այդ, դժվար։ բայց աշխատում եմ ինձ վրա։ Ապես։ Մերսի։ Պիցայի վրա կարելի է դնել անանաս։ Դու պիցայի վրա ամեն ինչ կարելի։ Չէ, եկեք նո, եկեք նո։ Ռեստորանում մենակ ուտելը պետք է նորմալիզացնել։ Մենակ ուտելը։ Հա, որ միայնակ գնաս, Ես Շատ հաճախ եմ մենակ ուտում դրսում։ Հայաստանում չեմ կարողանում մենակ ուտել։ Ինչ տարբերություն։ Դե որովհետեւ մենակ եմ ճամփորդում ու հետ ուտեմ։ Ինչ ես մենակ ճամփորդում։ Կգաս հետս ճամփորդել։ միայնակ ճամփորդելը ամենալավ բանն է, որ կարող է պատահել ձեզ հետ։ Չեմ կարծում։ Հա։ Չէ, հաճախ միանշանակ միայնակ ճամփորդելը լավագույն Բայց որոշումն իսկ ամենալավ բանն է, որ կարող է պատահել ձեզ հետ։ Այո։ Տարվա մեջ մի անգամ ամենալավ բանը կարող է։ Թափթփված սենյակը նշանակում է ստեղծագործ միտք, ստեղծագործ մարդ է այդտեղ ապրում։ Իմ սենյակը միշտ թափթփված է, ես կուզեի, որ սա ճիշտ լիներ։ Ես չեմ կարծում, որ այդ կարևոր տենց կետ է, կարա շատ հավաք սենյակում մեր ստեղծագործ մարդ ապրի եւ ստեղծագործ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մեզ։ Այո։